Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր շատ տոնական եթերը եւ ունենք հյուր, ով հենց հատուկ այս առիթի համար է հրավիրված մեր տաղավար, որովհետեւ շատ իր տոնն է այսօր։ Այո, եւ մեր հյուրն է դերասանուհի, երիտասարդ գեղեցկուհի, մայրիկ ամենակարևոր, այո, Մաշ Ենոքյանը, բարի լույս։ Բարի լույս, շատ լավ։ Ես արթնացել եմ ու չեմ հավատում, որ որպես մայր, այո, նախ եւ առաջ այսօր նշելու եմ այս տոնը։ Իմ համար շատ չգիտեմ, այսպես լարված տոն է ու նույնիսկ խոսելուց հուզվում եմ, որովհետև դեռևս չեմ պատկերացնում, որ մայրիկի այդ կոչումը ես ստացել եմ։ Ու ուզում եմ օգտվելով առիթից, քանի որ մենք ուղիղ եթերում ենք, շնորհավոր եմ բոլոր մայրիկներին, նորաթուխ մայրիկներին, ապագա մայրիկներին, կանանց աղջիկներին այս սիրուն օրվա կապակցությամբ, որովհետև պետք է միշտ լինեն գնահատված ամենակարևորը ու ամենակարևորը ունենանք շատ մեծ ուժ, որ կարողանանք ամեն ինչին դիմակայենք։ Ես համոզված եմ, որ այդպես էլ կա, որովհետև հայկինը հենց այդ ֆենոմենն ունի իր մեջ, որ ամեն ինչին կարողանում է դիմակայել։ Բայց հավես արդեն մամայի տեքստերը։ Մամայի տեսակետից։ Բացի առավոտը շուտ արթնանալուց եւ գիշերները մեկ-մեկ չքնելուց։ Մեկ-մեկ հիմնականում դա շատ է լինում, մեկ-մեկ չի լինում, բայց երբ արթնանում ես ու տեսնում ես այդ սիրուն աչուկները, ուղղակի մոռանում ես, որ դու հոգնած մայր ես։ Եվ օրը սկսում ես լի էներգիայով, բայց արդեն երրորդ ամիսը կլինի շատ շուտով, որ ես իմ առավոտները շատ ուրիշ են, իմ առօրյան շատ ուրիշ է, շատ տարբեր, բայց նրա հետ, չգիտեմ, ամենասիրունն է, բառերով շատ դժվար է դա նկարագրել։ Եկեք առաջին էմոցիայից, երբ գրկեցիք եւ ծանոթացաք իր հետ, դա ինձ թվում է ամենալավ էմոցիան է ու չմոռացվող։ Միշտ դա է պատմում, որ երբ երեխային ինձ մոտ բերեցին, գրկեցի ու նրա աչքերը առաջնահերթ տեսա, ինձ թվաց, թե ես երբեք չեմ տեսել փոքր այդ հասակում, բայց ինձ թվաց, որ ես ինձ եմ տեսնում ու կարծես այդ հայելի վիճակը լիներ ինձ մոտ։ Կարծես ես տեսա, որ ես նորից ծնվում եմ, վերածնվում եմ ու երևի դա հենց այդ ուժն էր, որ ինքը ինձ sense փոխանցեց շատ լավ, չգիտեմ։ Իսկ հաճախ եք իր հետ լինում զրույցի մեջ։ Դե փոքրիկները իհարկե աչքերով են սկզբում բացատրում մայրիկին իրենց ներաշխարհը, բայց մայրիկը միանգամից հասկանում է։ Լրիվ երկրորդ ամսից սկսված նա սկսեց արդեն ընկալել որոշ չափով աշխարհը։ Կարծում եմ արդեն մայրիկին էլ է մի քիչ հոտով ամեն ինչով ճանաչում ու դա երևում է կրկին նրա աչքերից ու շատ եմ կարևորում այդ շփումը երեխայի, մայր-երեխա շփումը, ինչու, որովհետև հիմա այնքան շատ են այս, չգիտեմ, հեռախոսներ, պլանշետներ, որից պետք է ես հեռու պահեմ դրան, ինչքան կկարողանամ։ Ու այդ շփումը իմ համար շատ կարևոր է, որ նայում եմ աչքերին, խոսում եմ, չգիտեմ, նորից ուրիշ աշխարհ եմ տեղափոխվում։ Իհարկե, շատ լավ է, որովհետև ամբողջությամբ փոխվում է, հա, կյանքդ եւ առօրյադ նույնպես։ Մաշ, բավականին շատ պրոյեկտներում ես եղել այս ընթացքում, հա, մինչեւ իհարկե մայրանալը եւ հիմա արդեն ամեն ինչ ոնց որ փոխվեց, որովհետև այդ ամենը դրվեց մի կողմ, ամբողջ ուշադրությունը, ասում եմ 100%-անոց կընտրոնացում միայն փոքրիկի վրա։ Չես կարոտում այդ նկարահանումներ, չգիտեմ, բեմեր։ Վայ, շատ եմ կարոտում ու երբ որ ստացա հրավերը ձեզ մոտ հյուր լինելու, կրկին հետ գնացի հիշեցի Մաթիվի սիրուն տարիները, որ անցկացրել եմ այստեղ։ Իհարկե շատ ծանր է դա, բայց հասկանա, որ նաև ժամանակավոր, շատ շուտով իմ փոքրիկ կմեծանա ու ինչու՞ չէ մենք միասին սիրուն բաներ կանենք։ Մենք արդեն իսկ սկսել ենք անել, ես հիմա ավելի շատ ակտիվ եմ Instagram-ում, այսպես սոցցանցերում, որով կարողանում եմ բացել լրացնեմ ու ինչու՞ չէ դա շատ բարդ աշխատանք է համատեղել հեռախոսով աշխատանքը ու իհարկե համատեղել մայրիկ լինելու աշխատանքը, որը 24/7 է։ Մայրիկ լինելու մասին ես մի հատ շատ կարևոր հարց ունեմ։ Մարջան, ժամանակակից աշխարհում շատ բլոգերներ, շատ մարդիկ խոսում են երեխա ունենալու բարդությունների, այդ հետծննդաբերական դեպրեսիայի մասին, ի վերջո դա գոյություն ունի, միֆ է, չափազանցված է, չչափազանցված է, թերագնահատված է, քո մոտ ինչպես է եղել։ Կարծում եմ յուրաքանչյուր ծնողի մոտ, այն էլ առաջին երեխան ունենալուց հետո, մի փոքր դեպրեսիվ վիճակը ինչ լինում է։ Եղել են դեպքեր, որ ես օրերով այսպես հուզվել եմ ու հենց հուզվել եմ այն պատրվակով, վայ ոնց ես հիմա
չեմ կարողանալու աշխատեմ, չեմ կարողանալու տանից դուրս գամ, ինչ որ սահմանափակումներ, բայց էլի եմ ասում, երբ որ նայում ես աչքերին երեխայի ու եթե իրոք դու ուզում ես մայր լինել, մայր դառնալ, կարծում եմ դա մի քիչ չէ, շատ լավ ընկնում է յետին պլան ու արդեն կենտրոնանում ես հենց փոքրիկի մեծացնելու, նրա մանկությունը գունավորելու, չգիտեմ, լավ ծնող լինելու համար, որովհետև դա իրոք աշխատանք է, ամենաբարդ աշխատանքն է։ Ես հիմա եմ հասկանում իմ մայրիկին։ Ահա, իսկ ովքեր են քեզ օգնում։ Վայ, այնքան լավ մեծ թիմ ունեմ, չեք պատկերացնում, ու այսպես կարելի ասել ռեժիմ գրաֆիկով բաշխված է, հենց հիմա իմ մայրիկն է, մեր տանը փոքրիկիս հետ, շուտ եկել եմ ձեզ հետ զրուցեմ ու վազեմ նորից իմ աշխատանքին ետ, դրանից հետո արդեն գալիս եմ, իսկ ես ուր մայրիկը, վայ, բոլորին շնորհակալ եմ, իսկ ես ուր մայրիկի մայրիկը, տատիկը, մենք սենց մի հատ մեծ թիմ ունենք, ու նույնիսկ չենք էլ հասցնում, մեկ այնքան շատ ենք հավաքվում տանը, որ ասում ես ինչքան օգնողներ ունենք։ Մենք միշտ լսել ենք այսպիսի արտահայտություն, հա, մեր ծնողների կողմից, այ կմեծանաս, ծնող կդառնաս, ու հետո կհասկանաս։ Հասկացա՞ր։ Լավ։ Մաշ, ուզում ենք քեզ ու քո հրաշք բալիկին ողջունել եւս մեկ անգամ, քեզ շնորհավորել մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ, եւ բնականաբար այս շատ կարեւոր process-ը, հա, կյանքի, որ սկսվել է արդեն, ես համոզված եմ, որ այնպես կարվի, որպեսզի իրականանան բոլոր երազանքները, որտեղ յուրաքանչյուր ծնողի համար շատ կարեւոր է, որպեսզի իրականանան երազանքները, առաջին օրվանից ծնողը սկսում է երեխայի հետ կապված երազանքներ։ Արդեն մտածել ես ինչա դառնալու։ Ոյ, ամեն ինչ ուզում եմ հասցնեմ, որ ինքն դա իհարկե անպայման ապարելու է, բայց ապարվի չեմ թողնի դառնա։ Կարևորը, չգիտեմ, մեծանալ լավ, խաղաղ երկրում, ընտանիքում, սիրով շրջապատված լինի ու թող բոլոր փոքրիկները, բոլոր մայրերը այդ ուժը կարողանան պահեն ու չկորցնեն երբեք։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորեմ առիթից, եւս մեկ անգամ օգտվեմ ու մայրության եւ գեղեցկության տոնը շնորհավորեմ բոլորին։ Ինչ լավ է, ասեմ որ քեզ եւ քո մայրիկներին, հա, շնորհավորում են նաեւ Իջևանի գինու գործարանը հատուկ ներկայացնելով բրիզ փրփրուն գինի, որը վարդագույն է եւ հատուկ հենց ներկայացված է գեղեցիկ սեռի համար, այնպես որ ես համոզված եմ, որ այսօր տանը կա առիթ այս փրփրուն գինին բացելու, շնորհավորելու եւ ողջունելու միմյանց, սա քեզ մեր գործընկերոջ կողմից եւ քանի որ ես միշտ նշում եմ Տրամոնտինայի ամենակարևոր, հա, հատկությունը այն է, որ բոլոր պարագաները, որ ներկայացնում է Տրամոնտինան խոհանոցի համար, հատուկ ծածկույթով են, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի իրենց վրա վերցնեն թունավոր բակտերիաներ, եւ սա շատ կարևոր է, երբ տանը կա փոքրիկ եւ ամեն ինչը պատրաստվում է հատուկ փոքրիկի համար։ Այս փոքրիկ խոհանոցային պարագան Տրամոնտինա բրենդի կողմից հաստատ կթեթևացնի հոգսը եւ հատուկ փոքրիկի համար ճաշիկներ պատրաստելուց հետո արդեն սա քեզ կօգնի։ Շնորհակալ եմ։ Եվ ուզում ենք նաեւ քեզ Lily's Flowers-ի կողմից նվիրել, ահա այս գեղեցիկ սրտերով լի ու վարդերով լի ծաղկեփունջը, որը համոզված եմ, որ ել ավելի կընդգծի մայրությունը եւ գեղեցկությունը այսօր քեզ համար։ Եվ քանի որ դու արդեն մայրիկ ես, ես ուզում եմ քեզ նվիրել արև բացիկ, հա, որտեղ ներառված է հենց Քրիստինե Պեպելյանի երգից խոսքերը, սա ընդունիր քո փոքրիկի կողմից քեզ, որպես շնորհավորանք։ Քո սիրո համար իմ մայրիկ բարի ողջ աստղերը քիչ են էլի։ Հենց ինքը արդեն սկսի խոսել, հաստատ այս բառերը քեզ կասի։ Իսկ ինչ այդ թող արև բացիկի տեսքով այս բառերը լինեն քեզ համար այսօրվան վեր։ Սա նույնպես քեզ եւ ուզում ենք որպեսզի մի ժպտաս։ Հիմա քո փոքրիկ խորհուրդը բոլոր մայրիկներին, ովքեր նոր մայրիկ են դարձել։ Ես նորից կկրկնվեմ ու կասեմ մայրիկներին, որ շատ կարևոր է այդ ուժը չկորցնել, հոգատարությունը միմյանց հանդեպ ընտանիքում ու շատ կարևոր է հայրիկի այստեղ ֆակտորը, այսպես գործոնը։ Երբ որ արթնանում ենք, նա մեզ հետ միասին արթնանում է ու այդ պահին զգում ես, որ դու մենակ չես։ Դա շատ կարևոր է։ Փորձեք այդ ընտանիքում պահել այդ հավատարմությունը, հոգատարությունը, սերը, ջերմությունը ու երբեք մի կորցրեք, որովհետև նրանք երջանկություն են փոքրիկները։ Ուզում եմ Էլիզաբեթին համբույրներ ուղարկեմ։ Կայվան նա արդեն 3 ամսական է, ինչ փոփոխություններ կան իր մոտ, ժպտում է կամ ինչ ես նկատել, որ այս 3 ամիսների ընթացքում նոր ավելացել է իր մոտ։ Ես մի փոքր հուզեցիք քեզ։ Աչքերում ժպիտ կա, երբ որ նայում ես ու դառնում ես ամենան։ Ոյ։ Ես ինձ խոսքի տվել, որ չպետք է հուզվում, բայց չեմ կարող, որովհետև երջանկություն են իրենք։
Ինչ լավ։ Այսպիսի ժպիտներ ու երջանկության արդյունքներ թող լինեն ու թող բոլոր տներում լինի այնց այդ ժպիտի ու մեծ չափաբաժինը սա շատ կարևոր է, որովհետև հատկապես հայ ազգի համար հիմա շատ կարևոր է, որպեսզի շատ ժպիտներ լինեն հատկապես մեր մայրերի համար ու թող հենց այդ տրամադրությունը լինի բոլորի տանը, ինչպես այսօր Մաշը արդեն այդ ուրախ ու լավ տրամադրությամբ կգնա տուն եւ Հացկան Մաշան։ դե բոլոր մայրերն են այդպես, դա նորմալ է։ Հիմա կլինի կարճ դադար։ Այո, որից հետո կվերադառնանք կշարունակենք։